Ողջույն սիրելի առաջին դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Մենք ասում ենք, երբ բնությունն է աշտանում, թեման, կարևոր բանալի բառերն են՝ բարեկամություն, բարի խոսք, բարի ցանկություն, բարի ժպիտ, համագործակցություն։ Տեսնում եք ինչքան բարի բառեր կան բանալի բառերի մեջ։ Տեսենք, ինչ է առաջարկում մեզ պրպտիկը։ Պրպտիկ, հիմա ես եմ ճիշտ, թե դու։ Մտմտիկ, արի մտածենք։ Երբ նայում ես արևին, աչքերդ կկոցում ես։ Այո։ Ուրեմն դու ճիշտ ես, արևը պայծառ է, ուժեղ լույս ունի։ Իսկ երբ ամռանը երկար մնում ես արևի տակ, ջերմանում ես։ Այո։ Տեսեք երեխաներ, պրպտիկն ու մտմտիկը, մեկն ասում է, որ արևը պայծառ է, իսկ մյուսն ասում է, որ արևը ջերմ է։ Նրանք երկուսն էլ ճիշտ են, որովհետև արևը և պայծառ է, և ջերմ է։ Շարունակենք պրպտիկի և մտմտիկի զրույցը։ Ուրեմն ես էլ եմ ճիշտ։ Արևը նաև ջերմ է։ Երկուսիս ընտրած բառերն էլ կապվում են արև բառի հետ և դառնում բառակապակցություններ։ Բառակապակցություն նշանակում է բառերն իրար կապել։ Արև բառով էլի բառակապակցություն կարող եմ կազմել դեղին արև, քանի որ արևը նաև դեղին է։ Այո, արևը շատ տարբեր հատկանիշներ ունի։ Պայծառ արև, ջերմ արև, տաք արև, քնքուշ արև, սիրուն արև, դեղին արև, շողշողուն արև և բազմաթիվ այլ բառակապակցություններ։ Այժմ պետք է կազմենք բառակապակցություններ և գրենք, որը մենք կկատարենք աշխատանքային տետրում, արդեն խոսեցինք բառակապակցության մասին, երբ որևէ մի բառը լրացնում է մյուսին։ Հիմա առաջադրանք 3-ն ենք կատարում։ Ինչու է արևը կարևոր մարդկանց, կենդանիների և բույսերի համար, որովհետև արևը ջերմության, կյանքի աղբյուր է, քանի որ արևի ջերմությամբ, արևի լույսով սնվում են բույսերն ու կենդանիները, ապրում են մարդիկ։ Եթե չլինեն բույսերը, կենդանիները, մարդը նույնպես չի կարողանա գոյություն ունենալ։ Այժմ մենք կսովորենք զիզի, ճերմակ, բազմագույն բառերը։ Բազմագույն նշանակում է շատ գույներ ունեցող։ Ճերմակ նշանակում է սպիտակ։ Զիզի նշանակում է սիրուն, փայլուն։ Առաջադրանք 4-ը նույնպես կկատարենք աշխատանքային տետրում, իսկ հիմա կարդում ենք Ղազարոս Աղայանի «Արևի հրամանը» պատմվածքը։ Գարնանային մի սիրուն առավոտ արևը բարձրացավ և ասաց աստղերին. «Դե, փայլուն աստղիկներ, հիմա գնացեք, գիշերը եկեք»։ Ծաղիկներին ու թռչուններին ասաց. «Զարթնեք, բազմագույն ծաղիկներ, զարթնեք, զվարթ թռչուններ»։ Եվ արթնացան բոլոր ծաղիկներն ու թռչունները։ «Ես պիտի երգեմ», ասաց փոքրիկ արտույտը։ «Ես պիտի ծաղկեմ», ասաց կարմիր վարդը։ «Իսկ ես ինչ պիտի անեմ», ասաց ճերմակամպիկը, «չջրեմ երկիրը»։ Արևը պատասխանեց. «Թող երգի արտույտը, թող բացվի վարդը, իսկ ամպիկը թող ջրի ծարավ հողը»։ Ծաղիկները բացվեցին, թռչունները երգեցին, երեխաներն էլ զարթնեցին և սկսեցին արևի երգը։ Համոզված եմ, դուք բոլորդ այս երգը գիտեք, եկեք երգենք միասին։ Արև, արև եկեք, զիզի քարին վերեք, սև ամպեր հեռացեք, արևին ճամփա տվեք, թողեք նա գա մեզ մոտ, նրա լույսին ենք կարոտ, զիզի քարը տես, շողշողում է լույսի պես։ Առաջադրանք 5-ը նույնպես կկատարենք աշխատանքային տետրում։ 5-ը, 6-ը կատարում ենք աշխատանքային տետրում, իսկ հիմա միասին կզրուցենք առաջադրանք 7-ի մասին։ Պատասխանիր հարցերին։ Քո կարծիքով, ինչով էր գարնանային առավոտը գեղեցիկ։ Խոսում ենք այս մասին, երեխաները նշում են գարնան գեղեցիկ փոփոխությունները, հետո անցնում ենք հաջորդ հարցին. Ինչ հրաման տվեց արևը աստղիկներին, ծաղիկներին և թռչուններին։ Աստղիկներին հրամայեց, որ գնան գիշերը վերադառնան, ծաղիկներին և թռչուններին հրամայեց արթնանալ։ Ինչ էր ուզում անել վարդը։ Վարդն ուզում էր ծաղկել։ Ինչ էր ուզում անել ամպիկը։ Ամպիկն ուզում էր ջրել։
իսկ արտույտը ուզում էր երգել։ Առաջադրանք 9. Եթե շարունակելու ենք նախադասությունը։ Եթե արևը չբարձրանար, բնությունը չէր արթնանա։ Եթե ամպիկը չջրեր ծաղիկները, հողը կչորանար։ Առաջադրանք 10. Դերային խաղով ներկայացրեք պատմությունը։ Կարող եք ամեն մեկը վերցնել վարդի, ամպիկի, արևի, աստղերի և արտույտի դերերը և կատարել դերակատարություն։ Դերային խաղով ներկայացնել պատմությունը։ Ինչպես են աստղերը, ծաղիկները, թռչունները և ամպիկը համագործակցում արևի հետ։ Հիշիր, թե նրանք միասին ինչ գործեր արեցին, որ բնությունն առողջ ու գեղեցիկ լինի։ Հիմա պետք է նաև երեխաներ զրուցեք, թե ինչի համար է կարևոր միասնական ու համերաշխ լինելը, քանի որ եթե մարդիկ միասնական չլինեն, ընդհանրապես միասնությունը ուժ է, համերաշխություն է, եթե միասնական ու համերաշխ չլինեն, ոչ մի գործ չեն կարողանա կատարել։ Դուք ինչ պետք է անեք միասնական լինելու համար։ Միասնական լինելու համար պետք է հաշվի առնել բոլորի կարծիքները, հարգել դիմացինին։ Իսկ հիմա հարստացնելու ենք ձեր ծաղկուն այգին։ Ծաղկի թերթիկներին գրել, թե ինչու է կարևոր խմբով աշխատելը, կամ ինչն է կարևոր, երբ աշխատում ես խմբով։ Օրինակ, լսել մյուսներին, օգնել բոլորին, հարգել բոլորի կարծիքը և աշխատել համատեղ։ Առաջադրանք 1. Ինչու է կարևոր յուրաքանչյուրի աշխատանքը բնության մեջ։ Մեկի աշխատանքը պայմանավորված է մյուսի աշխատանքով։ Այս մասին մենք կշարունակենք գրել։ Առաջադրանք 2-ը նույնպես աշխատանքային տետրում կկատարենք։ Եվ ինչ պետք է անել լավ համագործակցելու համար։ Միասին աշխատել և մաքուր պահել դպրոցն ու դասարանը։ Այստեղ կարելի է նաև խոսել դասարանական կանոնների մասին։ Իսկ հիմա անցնենք աշխատանքային տետրի առաջադրանքներին։ Առաջադրանք 1. Կազմելու ենք բառակաբակցություններ և գրենք։ Տրված են մութ, ցուրտ, գարուն, ամառ, կանաչ, գիշեր, տաքուկ, աշուն, գույնզգույն և ձմեռ բառերը։ Գտնում ենք զույգերը և կազմում ենք բառակաբակցություններ։ Մութ, գիշեր, ցուրտ, ձմեռ, կանաչ, գարուն, տաքուկ, ամառ, գույնզգույն, աշուն։ Սրանք բոլորը բառակաբակցություններ են։ Երկու բառ կապվել են միմյանց հետ։ Առաջադրանք 2. Ուրիշ ինչպիսին կարող է լինել անտառը։ Ըստ դասագրքի օրինակի կազմիր բառակաբակցություններ և գրիր։ Խիտ անտառ, կանաչ անտառ, թավ անտառ։ Երեխաներ, դուք նույնպես կարող եք առաջարկել ձեր տարբերակները։ Առաջադրանք 3. Ըստ օրինակի ծիածան, փաթիլ երկբառերով նույնպես կազմում ենք մեկական բառակաբակցություն։ Յոթնագույն ծիածան, խոշոր փաթիլ, ուրախ երգ։ Շարունակում ենք սովորել բառակաբակցությունները և կազմում ենք բառակաբակցություններ ճերմակ, զվարթ, աստղեր, բամբակ, գարնանային, փայլուն, ծաղիկներ, բազմագույն, առավոտ և թռչուններ բառերով։ Ճերմակ, բամբակ, փայլուն, աստղեր, զվարթ, թռչուններ, գարնանային, առավոտ, բազմագույն, ծաղիկներ։ Հիմա բառակաբակցություններից երկուսով կազմում ենք նախադասություններ։ Շատ գեղեցիկ են բազմագույն ծաղիկները։ Զվարթ թռչունները երգում են այգում։ Առաջադրանք 6. Դասագրքի բառաշղթայում գրիր պատմության բառերը և գրիր։ Երեխաներ, հող, ջուր, արև, գիշեր։ Իսկ հիմա այդ բառերից երկուսով պետք է կազմենք նորից բառակաբակցություններ։ Օրինակ, զվարթ երեխաներ, հայրենի հող, սառնորակ ջուր, պայծառ արև, մութ գիշեր։ Ես բոլոր բառերով կազմել եմ բառակաբակցություններ։ Եթե դուք ուզում եք, կարող եք լրացնել ցանկը։ Եթե շարունակիր նախադասությունները։ Եթե արևը չբարձրանար, գիշերը չէր վերջանա, լույսը չէր բացվի և երկիրը չէր ջերմանա։ Եթե ամպիկը չջրեր ծաղիկները, հողը կչորանար, չէին աճի բազմագույն ծաղիկները։ Եթե արտույտը չէր կեր, բնությունը չէր արթնանա և ուրախությունը չէր տարածվի չորս կողմը։ Ինքնաստուգում։
Այս դասից սովորեցի հետևյալ բառերը՝ բազմակույն, ճերմակ, զիզի։ Պատմությունից ինձ գարունը հիշեցնում են հետևյալ բառերը՝ բազմակույն ծաղիկներ, զվարթ թռչուններ, կարմիր վարդ, պայծառ արև, ճերմակ ամպիկ։ Պատմությունից սովորել եմ, որ գարունը աշնանացնում է ծաղիկներին ու թռչուններին, աշտույթը երգում է, վարդը բացվում է, ամպիկը ջրում է ծարավ հողը։ Բնության մեջ ինձ զարմացնում կամ ուրախացնում է արևի պայծառ շողերն ու անձրևի կաթիլները, գույնզգույն ծիածանն ու կանաչ խոտը, ծաղկած այգիները։ Իսկ հիմա, սիրելիներս, եկեք ամփոփենք, ինչու է կարևոր յուրաքանչյուրի աշխատանքը բնության մեջ։ Մեկի աշխատանքը պայմանավորված է մյուսի աշխատանքով։ Որպեսզի բնությունն առողջ ու գեղեցիկ լինի, պետք է արևը շողա ու ջերմացնի, ծաղիկները բացվեն, թռչունները երգեն, ամպերը ջրեն հողը, մարդիկ ծառեր տնկեն, երեխաներին ուրախանան ու զվարթ երգեն, պահպանեն ու գնահատեն բնությունը։ Հիմա շարունակում ենք բարի բառով արտահայտությունները։ Բարի լույս, բարի օր, բարի առավոտ, բարի գիշեր, բարի տարեդարձ, բարի ճանապարհ։ Ինքնագնահատման աղյուսակը նույնպես լրացնում եք, ես վստահ եմ, որ դուք բոլորը ձեր դասերը լավ եք սովորել։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։